Ստուդիոյում է Հակոբ Սիմոնյանը, հնագետ, պատմաբան, հայագետ, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու եւ էլի կշարունակեի, բայց կարծում եմ այսքանով մենք բավականին լավ ներկայացրեցինք ձեզ։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Նախ հենց զրույցի սկզբում ուզում եմ իմ հիացմունքը արտահայտել, մի քանի ձեր ելույթներն եմ դիտել, տեսագրությունները, որտեղ դուք պատմում եք ձեր գիտական ճանապարհի մասին, հայտնագործությունների, հետազոտությունների, պեղումների տպավորված եմ։ Շատ կուզենայի ժամանակը մի քիչ ետ տալ լինել ուսանող, հաճախել ձեր դասախոսությունները, մի խոսքով հաղորդակցվել ձեր մատուցած նյութի հետ, մի խոսքով խոսքի կուլտուրան, տերմինաբանությունը, միտքը կառուցել այդ ամենը շատ գրավիչ է։ Շնորհակալություն, որ շարունակում եք աշխատել եւ սա լավ է նախ եւ առաջ Հայաստանի գիտության համար։ Այսօր մեծ մասամբ խոսենք հնագիտական պեղումների եւ ակնկալվող հետաքրքիր հայտնագործությունների մասին։ Վստահ եմ, գործերը չեն դադարում, շարունակվում են, թեպետ միգուցե ոչ այդքան ակտիվ որքան կցանկանայիք, բայց այնուամենայնիվ ինչ որ գործեր արվում են, ինչի վրա եք հիմա աշխատում։ Պարոն Սիմոնյան։ Նախ թրեք ասել, որ շատ պարտավորեցնող նախաբան եղավ, դրանից ես փոքր ավելի կաշկանդված կլինեմ, բայց թեման ինձ համար շատ սրտամոտ է, համապատրաստից զրույց է լինելու, դա ամենից կարևորն է, ոչ թե ինչ-որ նախորոք հարցեր, որին պետք է նախապես պատրաստվես, փորձեմ իմ գիտելիքներով օգտակար լինել ռադիո լսողին ձեզ։ Գիտեք, ես նույնիսկ մի փոքր կհուշեմ, հա, հետազոտությունները տարբեր ուղղությամբ եք անում, բայց միևնույն ժամանակ կա ինչ-որ կարևոր թեմաներ, որը որ երևակայ այժմ էական են, օրինակ Շենգավիթում պեղումները ինչ փուլում են հիմա գտնվում։ Գիտեմ, որ 2009 թվականին մեկնարկեցին աշխատանքները, դե անցել է բավականին տևական ժամանակ, ինչ արդյունքներ կան, ինչ գործընթացներ են դրա հետ կապված շարունակվում, պատմեք մեզ, պարոն Սիմոնյան։ Եվ նաև շատ տպավորիչ է հայտնաբերված 15,000 տարեկան բնակավայրի հայտնաբերումը։ Ինչի մասին է խոսում սա։ Շատ լավ, փորձեմ կառուցել միտքս, այդպես ասենք, ակունքներից գանք, Շենգավիթ, եւ գուցե խորանանք մինչեւ հայոց արքաների աղսկի դամբարանը։ Դա շատ հետաքրքիր թեմա է։ Այնպես ուրեմն եղավ ճակատագրի բերում էր դա, թե օրինաչափություն չեմ կարող ասել, բայց այնպես ստացվեց, որ առանցքային բազմաթիվ հուշարձաններում ես պեղումներ կատարեցի։ Պեղումը իհարկե մի մասն է, պեղումից հետո գալիս է ամենադժվար աշխատանքը մեկնաբանությունների փուլը։ Երբ հնագիտական անշունչ առարկաները կարելի է դարձնել պատմական սկզբնաղբյուրներ։ Վերջ-վերջո մեր ամբողջ նպատակը որն է։ Բացահայտել մեր անցյալը եւ անցյալի միջոցով տեսնել, թե ինչպիսի ապագա է մեզ սպասվում։ Այսինքն պեղումը դա զուտ գիտական չի, դա նաեւ հոգեբանական, բավականին լուրջ ուրեմն արժեքներ ունեցող գործունեություն է։ Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի այն հրաշալի ասացվածքը, որ պատմությունը դա մի լուսատու լապտեր է, որ իրեն ձեռքերից բռնած ժողովուրդներն անցնում են, այստեղ արդեն գուցե իմ կողմից մի փոքր շեղված ասեմ, անցյալից դեպի ապագան։ Առանց պատմության իմացության ժողովուրդը զինաթափված վիճակում է։ Եվ այստեղ պետք է լիներ նաև շատ ազնիվ, ինչ որտեղ համարձակ, չերկնչել քարացած տեսակետներից եւ առաջնորդվել միայն այն իրողությունից, որ տալիս են փաստերը։
Այսինքն փաստը պետք է լինի այն հիմքը, որի վրա կառուցվում է գիտական կոնցեպտը։ Հիմա պատկերացրեք մարդկային հասարակության այդ երկարատև մի ժամանակ ասում են 1 միլիոն, հետո դա դարձավ 2 միլիոն, հետո դարձավ արդեն մինչև 4 միլիոն, խորացնում են մարդանոան էակների, ուրեմն հանդես գալը, բնակվելը, մինչև Homo sapiens-ը, հիմա նոր տերմին են հնարել Homo sapiens sapiens, այսինքն ավելի բանական մարդ, այն տեսակը, որը մենք ենք։ Այն մեն դեպքում մեր արմատները, եթե մենք նայում ենք քաղաքակրթական արմատները, կարելի է ասել, որ ձևավորվել է հետ սառցադաշտային շրջանում, հոլոցենում։ Մինչ այդ պլիստոցեններ, որի ժամանակ ապրում էին ուրեմն նախամարտիկ։ Իհարկե այդ ժամանակ նույնպես Հայաստանը բնակեցված է եղել նախամարտկանցով։ Այնուհետև այստեղ հնեաբանական տերմինաբանության անցանք, որովհետև տարածված սխալ է, հնագետ հնեաբան շատերը շփոթվում են երկու մասի։ Միայն հնագետ, որովհետև հնեաբանը հին էակներ ուսումնասիրող գիտնականն է։ Եվ Հայաստանում տեղի ունեցել նաև մարդագոյացման գործընթացները։ Այսինքն, երբ մարդանման էակը վերեացվել ժամանակակից մարդու։ Սա արդեն հաշվում է 100-150 հազար տարի առաջ։ Բայց ժամանակակից արդի քաղաքակրթությունը սկսում է ձևավորվել հետ սառցադաշտային շրջանում։ Դա քանի հազար տարի, 16-18։ Դա մոտավորապես կարող ենք ասել այդպես վերջին Վյուրմյան սառցակալման շրջանն էր, ամենադաժան սառցակալման շրջանը, որը այնպես էր, որ հյուսային Եվրոպայում մինչև Մոսկվա, ասենք, երկիրը ծածկված եղել մինչև 3 կիլոմետր հաստությամբ սառցե զրահով։ Դա կապված էր Գոլֆստրիմի հետ, չէ՞։ Գոլֆստրիմը ընդհակառակը Գոլֆստրիմը տաքացնում է։ Դա կլիմայական փոփոխություններն է, եւ կլիմայական փոփոխությունները մեր աչքի առաջ նույնպես սկսում են գործել։ Այսինքն կլիման ահավոր մի հզոր ուժ է, որին մարդկությունը դիմացավ բավականին դժվար։ Օրինակ ենթադրում են, որ 70 հազար տարի առաջ մոտավորապես մարդկությունը անցել է, այդպես ասենք, շշի վզիկի միջով։ Դա տերմին է։ Եվ ամբողջ երկրագնդի վրա կար մի քանի հազարից առավելագույնը 10,000 մարդ։ Ամբողջը այդ դաժան կլիմայական պայմաններում ոչնչացել էին։ Բայց մարդը իր կազմակերպվածության, ինտելեկտի եւ կոլեկտիվ աշխատանքի, կոլեկտիվ մտածողության շնորհիվ կարողացավ հաղթահարել եւ այսօր 8, եթե ոչ ավելի միլիարդ ենք, մենք պատկերացնենք մի քանի հազար եւ 8 միլիարդ։ Պատկերացնենք ինչպեսի ճանապարհ է անցել մարդկությունը եւ ահա այստեղ ինձ միշտ հետաքրքրել է իսկ հայկական լեռնաշխարհը, Հայաստանը, ինչ դերակատարում է ունեցել այդ դարակազմիկ երևույթներում։ Գիտեք, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե հետ սառցադաշտային շրջանում մարդկությունը ինչ պատմություն ունեցավ։ Ոչ շատ վաղ անցյալում, օրինակ մենք հիշում ենք մեզ, որ սովորեցնում էին համալսարանում, ապա հնագույն քաղաքակրթությունները դրանք Եգիպտոսն էին, Շումերները, ակադները։ Այո, եւ ասենք այդպես կոթողային ճարտարապետություն, դրանք բուրգերն էին, իհարկե դրանք կոթողային ճարտարապետություն են խոս։ Այո, բայց դրանից առաջ արդեն սկսվում էր մշուշը, սկսվում էր տեսակետներ, որ այլևս ավելի վաղ քաղաքակրթական կենտրոններ չկային։ Եվ հանկարծ հայկական լեռնաշխարհի անմիջական հարևանությամբ եւ նաեւ հայկական լեռնաշխարհում վերջի 30-40 տարիների ընթացքում
բացահայտվեց այնպիսի մի մշակույթ, ինչպիսին է Պորտասարյան կամ թուրքերեն Գյոբեկլի թեփեի մշակույթը։ Գյոբեկլի թեփեի հետ կապված գիտեք ինչ հասկանում եք, ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ։ Եղել եք այդտեղ, հա, դա այսօրվա հնագիտության ամենագլխավոր այսպես վայրից մեկն է։ Մոնումենտալ ճարտարապետություն, այսինքն կոթողային ճարտարապետություն 10,000 տարի առաջ, 10-12,000 տարի առաջ։ Եվ ընտելացված չէին դեռ կենդանիները, երբ մարդը դեռ չէր մշակում հողը, այսինքն չէր ձևավորել երկրագործությունը, ահա այդ ժամանակ կառուցել հսկայական մինչև 50 տոննա կշռով քարերից վիթխարի սյուներ եւ դրա շուրջը ձևավորված ուրեմն կլոր հատակագծով ճարտարապետություն, տաճարական համալիրներ։ Ահա ես միշտ մտածում էի, իսկ այդ նույն ժամանակաշրջանում պետք է որ այստեղ հայկական լեռնաշխարհի հյուսիսում, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ինչ երևույթներ են տեղի ունեցել։ Մեր լավագույն համարձակ ուրեմն հայտնագործությունները մեզ տանում էին ընդամենը 6-7,000 տարի մեզնից առաջ, որոշ համարձակներ նույնիսկ այդպես թեթև ակնարկում էին 8-րդ հազարամյակի վերջը Քրիստոսի ծննդից առաջ։ Եվ դա մի քիչ տարօրինակ էր։ Արդի քաղաքականության հիմքը այնուամենայնիվ կայանում է երկրագործությունը, երբ մենք ստացանք մշակել հողը, երբ մենք ստացանք մեր կենսագործնեության, կենսապահովման հիմնական միջոցը, սնունդը, կայուն սննդի բազան։ Այո։ Եվ անասնապահությունը։ Ահա երբ մենք նայում ենք այս երևույթները, ես միշտ համոզված եմ եղել, որ արդի Հայաստանի տարածքը եղել է այդ երևույթների կենտրոնում։ Այսինքն պարզապես այդպես պերիֆերիա, արվարձան չի եղել, որը ընդունել է պատրաստի գաղափարները, այլ ինքը մասնակցել է այդ գործընթացներին։ Ես կավարտեմ միտքս, խնդրում եմ, սա էական է։ Ինչն է դրա համար հիմքը, որովհետև համաշխարհային գիտության մեջ իրավամբ ընդունված է այն տեսակետը, որ եւ երկրագործությունը եւ անասնապահությունը կարող էին ծագել այն տարածքներում, որտեղ եղել են վայրի, ցորենի, հացազգիների ռելիկտային արտեր եւ որտեղ ապրել են ընտելացված կենդանիների վայրի նախնիները։ Հասկացա, դա շատ կարևոր է, համաձայն եմ։ Եվ դա կար Հայաստանում։ Ես որքան գիտեմ հայրենիքն է, այդ ռելիկտային տեսակները, որոնք որ հետո սելեկցիայի օգնությամբ Վավիլովներ։ Այո, հրաշալի է։ Վավիլովը, որ աշխարհի 3-4 բուսական աշխարհն ուսումնասիրել էր, նա մի ֆանտաստիկ գիտնական էր։ Նա հանգել էր այն եզրակացության, որ հացազգիների հայրենիքը Հայաստանն է, ժամանակակից Հայաստանը, ոչ հայկական լեռնաշխարհը։ Այսինքն այստեղ այնքան շատ էին այդ ռելիկտային կամ վերապրուկային արտերը, այլ միայն Երևանում երկու այդպիսի ռելիկտային արտ է եղել, որոնցից մեկը մինչև հիմա էլ պահպանվել է։ Ու մենք չենք համարժում, որ դա համաշխարհային, առանց որևիցե չափազանցում, համաշխարհային արժեք է։ Իհարկե, շատ մեծ։ Այո։ Եվ ցավոք այնքան էլ բարեկարգ չէ։ Կարողացել ենք ներկայացնել այդ բացահայտումը աշխարհին եւ որքանով այն ընդունվել համաշխարհային, ասենք, գիտական։ Գիտեք ինչ, հատկապես հաշվի առնելով այսօրվա իրականությունը եւ մեր հարևաններին, թվում է թե մենք գիտենք եւ դա շատ լավ է, մենք ընդունում ենք, մենք ճանաչում ենք մեր պատմությունը շնորհիվ մեր գիտնականների, բայց այսօր իրականությունը փոխվել է, երբ որ ոտնձգություններ են ոչ միայն տարածքի, այլև մեր ծագման եւ դարպես կեղծիքի դարաշրջան է թևակողել։ Ինչ է արվում այս ուղղությամբ հանրայնացնելու։ Գիտեք ոնց է, այդ ինչ որ դուք ասում եք, ես կարծում եմ, որ սա լուրջ պետական ծրագիր պետք է լինի, պետական, ինչպես որ մեր հարևաններն են։ Այսինքն այդ ամենը թողնել միայն գիտնականների ուսերին
եւ գիտնականների կողմից ստանալ պետական այն անհրաժեշտ աջակցությունը, որը շատ կարևոր է, շատ դժվար է կռվել այն մեքենայի հետ, այն մեխանիզմի հետ, որը կոչվում է պետություն։ Դրանք վերցնենք Ադրբեջանը։ Հասկանում եք, այդ ամենը կատարում է համակարգված պետական քաղաքականություն որպես։ Մեր դեպքում լրիվ այլ չափորոշիչներ են, առանձին գիտնականներ, որոնց պետք է մենք երախտապարտ լինենք, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան անունը հնչի միջազգային արենայում, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր նախնիների ժառանգությունը, որ դա մեր ժառանգությունն է։ Գիտեք, ինչքան կարևոր բան է, անընդհատ հիմա մանկապարտեզից սկսած Ադրբեջանում, նույնիսկ Վրաստանում դաստիարակվում են, որ այս ամբողջ տարածքները, որ Հայաստան է, դա իրենց հայրենիքն է։ Տեղանուններն են փոխել նույնիսկ։ Տեղանունը շատ կարևոր հիշողության բան է, եւ փոխելով տեղանունը դու փաստորեն պատմական խզում ես առաջացնում։ Դա հանցագործություն է։ Դա մեծագույն հանցագործություն է։ Մենք երբեք կարծես դրան ուշադրություն չեն դարձրել։ Օրինակ ես լավ հիշում եմ, երբ առաջի Արցախյան ազատագրական պատերազմներ, ես ինքս անձամբ կազմակերպել եմ արշավախումբ եւ ուսումնասիրել ազատագրված տարածքների հուշարձանները, որովհետեւ դա վկայությունն է նրա, որ մենք այստեղ ապրել ենք հազարամյակներ։ Դա մեր վկայագրերն էին։ Գիտեք, 1500 հուշարձան, դա ահռելի մի թիվ է, պատերազմական վիճակում ուսումնասիրելուց հետո եկանք ու բախվեցինք իրականությանը։ Պարզվեց, որ պետությանը դա բացարձակ չի հետաքրքրում։ Եվ որում 4 իշխանություններին էլ այնպես չի, որ մեկի ժամանակ եղավ։ Այսինքն մենք արեցինք մի աշխատանք, վտանգելով մեր կյանքը, որը հետո պարզվեց, որ պետք չի իշխանությանը։ Իսկ հարևանները ներողություն առաջին հերթին փորձում են վերացնել հենց մշակութային վկայությունները։ Այո, հենց գիտեք ինչ ու չհասկանալ դա անընդհատ, այսինքն անկախության այս գրեթե 30 տարիների ընթացքում ավելին չհասկանալ, նեցուկ չկանգնել գիտնականներին։ Իհարկե մեզ պետք է միայն անաչառ ճշմարտությունը։ Մեզ պետք չի հարևանների նման կեղծ ու զարիր, ուրեմն զրպարտալից հայտարարությունները։ Մեզ պետք է բացահայտել ճշմարտություն, բայց բացահայտել ճշմարտությունը հատկապես հնագիտության ոլորտում բացառիկ դժվար բան է։ Դրա համար պետք են լաբորատոր բազմաթիվ հետազոտումներ։ Այժմ առանց ժամանակակից ֆիզիկայի, քիմիայի, ինչ որտեղ մաթեմատիկայի, երկրաբանության, այսինքն բոլոր ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների մեթոդների կիրառման հնարավոր չէ այս ամենը տեղաշարժել։ Փշալարերով եւ պահակակետերով չեն սահմանները չափվում, այլ նաեւ այս կամ այն ազգի ներգրավվածությունը այդ տարածքի մշակութային, երկրաբանական եւ էլի տարբեր բաներ գործերում։ Դա ակնհայտ է եւ հասկանալի։ Միանգամայն ճիշտ է։ Գիտեք ինչ, մշակույթները հին հաշվի չեն առել այսօրվա պետական սահմանները։ Նրանք եղել են ու կան։ Այսօր կատարվում է հակառակը։ Այսինքն փորձվում են յուրացնել այն, ինչ մերն է, եւ մենք զարմանալի ներդրություն ենք ցուցաբերում։ Զարմանալի։ Մենք Հայաստանում ունենք բազա տեխնիկական, որպեսզի օրինակ ռադիոածխածնային հետազոտությունը անցկացնենք։ Թե դա դրա համար ստիպված ենք լինում օրինակ դիմել Գերմանիայի։ Մենք հիմա ստիպված ենք անդադ դիմել դրսի կազմակերպություններ, դա բավականին ծախսատար եւ բավականին դժվար աշխատանք է։ Բազա կա։ Այսինքն տարիքը գտածոյի կարող ենք որոշել։ Բազան կա, բայց չի իրականացված։ Այսինքն մենք ունենք հիանալի ֆիզիկներ, ֆիզիկոսներ, մենք ունենք ֆիզիկայի մի քանի ինստիտուտներ, ունենք վերջապես Երևանի պետական համալսարանը, ունենք Բուրգերարական ֆիզիկայի ինստիտուտը, բայց հարցը գիտեք ինչու՞մ է կայանում։ Դրա համար նախ միլիոնավոր դոլարների արժողությամբ սարքավորումներ են։ Երկրորդը պետք են կադրեր։
որովհետև այդ կադրը պետք է կարողանա խոսեցնել այդ սարքը, այսինքն պետք է ունենան համապատասխան լաբորատորիաներ, հաստիկներ, օրինակ ինձ համար զարմանալի մի բան էր, ավստրալիական Ադելայիդա քաղաքում կա ատամնակարերի ուսումնասիրման լաբորատորիա, որի տնօրենը եկել եւ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ուրեմն ներկա էր եւ ասավ, գիտեք, մենք ինչեր կարող ենք միասին անել, եթե այդ ատամնակարերի ուրեմն հետազոտում անեն, որովհետեւ կերակրի տեսականին ուրեմն կուտակում է ատամնակարերի վրա, այն ժամանակ չկային այդ ատամի մածուկները, բաները, որ մաքրեին ու դրանք վերացնեին, եւ այդ ատամնակարերը պահում են այն կերակրի տեսականին, որը մարդ կերել է։ Եվ ասավ, մենք շատ մեծ ծրագիր կարող ենք անել։ Սննդակարգ կարող Բայց ես իմացա, որ մենք գումար չունենք, շատ հանգստացավ գնաց, որովհետեւ վերջի եւ ինչ էի ասում, միայն այդ լաբորատորիայում 700 աշխատակից կար։ Հիմա պատկերացեք, որպեսզի այդ ռադիոկարբոնային լաբորատորիան ստեղծվի, գոնե մի տասնյակի չափ պետք է աշխատակիցներ, այսինքն պետք է հաստիկներ իջացվի, պետք է շենք տրամադրվի։ Պլյուս դրա չի լինի, իհարկե հեռանկարը դա է, որովհետև վերջի այդ ռադիոկարբոնը, որ մենք ուղարկում ենք, մենք ինչ իմանանք, ինչ քաղաքական բարերների միջով է նաև անցնում։ Սպեկուլացիաների Այո, որովհետև շատ հաճախ մեր պատմությունը արդեն կարծես գրված է եւ խմբագրելու կարիք չկա, որովհետև այդպես է մտածում, ասենք արևմուտքը, եւ թելադրում է իր կամքը։ Եթե դու հանկարծ այլ տեսակետներ ասեցի, դու կզրկվես գրանտներից, կզրկվես արտասահմանյան հրավերներից եւ այլն։ Եվ շատերը գերադասում են կրկնել այն, ինչ արևմուտքում արդեն ամրացված է։ Բայց փաստերը պատրում են այդ թավանթը, հասկանում եք, այդ բանը իրավիճակում եւ պատկերացրեք գիտնականի վիճակը, որը մի կողմից ուրեմն գիտական, ուրեմն ձևավորված կարծրատիպերի դեմ է պայքարում, մյուս կողմից չունի պետական հովանավորություն, երրորդը իր իսկ գործընկերների մեջ կա խանդի տեսարան, որովհետև նրանք կրկնելով կարողացել են հասնել մեծ արդյունքների, հիմա դու ով ես, որ եկել ու նոր տեսակետներ ես ասում։ Այսպիսի միջավայրում պետք է կարողանա հայ գիտնականը գնա, բայց փաստերը շատ համառ են։ Եվ վերջո հայտնագործությունները բերում են այն զարմանալի հայտնագործություններին, որոնք գիտեք, ասենք շախմատային խաղ է, եթե դու բոլոր կանոններով ես վարվում, ուրեմն հաղթանակը ապահովված է։ Շենգալթի մասին ասեցիք, չէ՞։ Շենգալթի մասին արևմտյան գրականության մեջ, ինչ այժմ է, շատ տարածված է, որ դա եղել է, այդպես ասենք, աղքատ ֆերմերների եւ հովիվների փոքրիկ բնակատեղիներ եւ այլն։ Ես վերցրեցի Շենգալթի պեղումներ, այն չի, որ դու միայն ինչ ես հայտնագործում, հասկանում եք, պետք է այդ փաստը կարողանալ վերլուծել, անցկացնել այդ ամբողջը մտքի բազմաթիվ կոմբինացիաների միջոցով եւ փաստերով հասնել հետեւությունների։ Ինչ ստացվեց։ Շենգալթը համարում են հասարակ մի բնակատեղի։ Մեր դրված մեթոդները, ընդդեմ ես կիրառել եմ միայն եվրոպական մեթոդները, ինչպես նրանք ընդունում են, ասենք, ինչ է նշանակել հին քաղաքը։ Հին քաղաքի համար կան տարբեր չափորոշիչներ եւ այլն։ Կենտրոնական հրապարակը հավանաբար չէ, կոթողային ճարտարապետություն, խիտ բնակչություն, մեծ քանակի ուրեմն մարդիկ, հասարակության շերտավորում եւ այլ, վերջում գալիս էր նաեւ գրային համակարգը։ Դե բարձ է Շումերում, Ակադում, դա կար։ Համադրեցի այդ բոլոր տվյալները Շենգալթի փաստերի հետ, ապա պարզվեց, որ 10-ից 9 հատկանիշները առկա են Շենգալթում։ Մեկն էլ շատ վիճահարույց է, այսինքն գիրը կա թե չկա, որովհետև փաստորեն այն ճոխ
զարդարվեստը, այն ճոխ զարդաքանդակները, որ մենք տեսնում ենք ամենամասսայական նյութի խեցեղենի վրա, եւ դրանց ռիթմիկ կրկնությունը հուշում է ինչ բան է վերջը գրային համակարգը, այսինքն սիմվոլների ռիթմիկ կրկնություն։ Այստեղ մենք ունենք այդ խորհրդանիշների ռիթմիկ կրկնությունը։ Եվ արդյոք այն ժամանակ քրմերը այդ նախշերի միջոցով ինֆորմացիա չեն փոխանցել մեզ, որ մենք դեռևս չեն կարողանում կարդալ։ Հասկանում եք, այսինքն չկա մի տեսակետ, որը հակասի, որ Շենգավիթը եղել է քաղաք։ Այսինքն քաղաքատիպ բնակատեղի, իսկ եթե քաղաք է, եթե քաղաքատիպ բնակատեղի, ուրեմն այստեղ կա քաղաքակրթություն, այստեղ կա կազմակերպված հասարակություն, առևտրական հարաբերություններ, արհեստագործություն, նորագույն տեխնոլոգիաներ ժամանակի իմաստով, այստեղ կան նաև կրոնական եւ փիլիսոփայական կոնցեպտներ, այսինքն սա ժամանակակից քաղաքակրթական մակարդակով եղել է բացարձակ այլ մի երևույթ, քան ասենք խղճուկ հյուղակները, որտեղ ապրել են ինչ որ երկրագործներ կամ հավաքչությամբ կամ չգիտեմ ինչով զբաղվող մարդիկ։ Սա փաստեր են։ Վերջի վերջո մենք կարողացանք գիրք հրատարակել Ամերիկայում, ամեն ինչ լավ է, որ դա հրատարակվեց հենց Ամերիկայում, որը կոչվում էր Շենգավիթը որպես կենտրոն։ Արդեն կենտրոն բառի մեջ դա նշանակում է կենտրոնացված հասարակություն։ Ճիշտ է, ես շատ եմ վիճել, եմ շատ լավ բարեկամ, եմ գործընկեր ամերիկյան արշավախմբի կողմից մեր աշխատանքների մասնակցած Միչել Ռոթմանին, որը հայտնի գիտնական է, շատ ենք վիճել։ Մեր ամբողջ բանը, ես իմ կոնցեպտն էի առաջ տանում, նա ասում էր, չէ, այսպես է, բոլորը այսպես են ասում, դու ինչու ես այդպես ասում, այսպես գնա ճանապարհով, քեզ համար շատ խաղաղ կլինի, շատ հանգիստ կլինի, շատ մեծ հեռանկարներ քո առաջ կբացվեն, ինչ ես կպել, թե սա այսպես է, այնպես է։ Ամեն դեպքում վերջո ինչ որտեղ ես իմ տեսակետներից ձեռը պահ մնացի, չհրաժարվեցի, ձեռը պահ մնացի, ինքը իր այն առաջի տեսակետներից, որ Շենգավիթը դասավորական մի հասարակ բան է, արդեն ինքը գրեց, որ դա ուրեմն կոնցեպտ է, որպեսզի գիրք հրատարակվի։ Գիտեք, անընդհատ ձգտելով առավելագույնին կարող ես կորցնել։ Իսկ շարունակվելու են պեղումները, որովհետև ինչպես հասկանում եմ, շատ հարցերի պատասխաններ դեռ այսպես օդում կախված են։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ 2012 թվականին Շենգավիթում մենք հայտնաբերեցինք պաշտամունքի կենտրոն։ Ես դա անվարեցի այդպես պայմանական հրո տաճար։ Զարմանալի պահպանված մի իրավիճակ էր։ Ընդամենը 50-60 սանտիմետր խորության վրա ժամանակակից գետնի մակարդակից ուրեմն բացվեց տաճարը, որը ինչպես ասենք Պորտասարում հեռանալուց առաջ լցրել էին խճի շերտով, չէ, Պորտասարում հսկայական խճի շերտով է դամալ պահպանվել էր այդ ամենը։ Այստեղ նույնպես նույն երևույթը ավելի փոքր մասշտաբներով, շատ ավելի փոքր, բայց կրկնվել էր։ Ջարդված աղյուսի կտորներով ծածկել էին տաճարը։ Այսինքն միտումնավոր պասպարել էին, պաշտպանելու համար, կոնսերվացրել էին, հասկացա։ Եվ մենք պեղեցինք, իսկ այդ պեղումը արդեն շատ բարդ էր։ Հասկանում ես, պեղում ես Հումագուսի ճարտարապետություն, որը լցված է Հումագուսի կտորներով։ Եվ այստեղ գտնել որն է պատը, որն է ուրեմն թափվածքը, շատ բարդ ու դժվար աշխատանք էր, բայց դա մեզ հաջողվեց։ Եվ ստացվեց, որ մենք ինչ ունեինք այնտեղ։ Ուրեմն քարե աստիճանները, 3 աստիճաններ, իջնում էին կիսախավար, ուրեմն պաշտամունքային այդ կենտրոնը, դիմացում գտնվում էր բագինը, որի վրա ամրացված է եղել փայտե կուրքը։ Հետաքրքիր է, բագինը ուրեմն հատակագծում այդպես կտրված շրջանի տեսք ուներ, այսինքն կիսալուսնաձև,
որի ճակատային մասում վաղ բրոնզեդարյան խորհրդապաշտության վերադիր քանդակներ էին ծեփված։ Ինչ էին պատկերում այդ քանդակները։ Դրանք երկրաչափական զարդեր են, որը ես ասում եմ նաև խեցեղենի վրա է։ Դեռևս մենք չենք կարողացել այդ խորհրդապաշտությունը ամբողջովին հասկանալ, բայց որ այդտեղ արկա է պատղաբերության գաղափարը, այդտեղ արկա է Որսորդության նախնիների պաշտամունքի Այսինքն բազմաստվածության ժամանակաշրջանից անպայման եկած դա մի բան է։ ժամանակաշրջան էր եւ ես կարծում եմ Շենգավիթը եղել այն կենտրոններից մեկը, որտեղ եղել են ոչ թե մեկ, այլ գուցե տասնյակ տաճարներ։ Եվ ամեն Աստծո համար եղել է առանձին մի տաճար։ Սա իհարկե տեսակետ է ընդամենը որ ձեր հետ գուցե առաջի անգամ կիսեցի, քանի որ հարցը այդպիսին էր, բայց այստեղ ես ասում եմ, տաճարի այդ բագինի առջև կրակարաններ, որտեղ վարվել է հավերժական կրակը։ Հենց կրակարանի կողքը ընկած էր հեղումների թասը։ Իսկ կրակը ինչով էին ապահովում, ինչ էին վառում։ Կրակը վառելու համար անպայման օգտագործել էր փայտ։ Դա Այսինքն յուղ կամ որևիցե անպայման նաև յուղ կենթայիների ճարպը։ Այո, ճարպը։ Կենթայիների ճարպը։ Եվ ուրեմն ես վերջացնեմ մի հատ նկարագրությունը, հետո եզրակացություն։ Ես պատկերացրի ձեր նկարագրածով հիմա վերցանում եմ։ Ուրեմն հատակի վրա փռված էր խսիր։ Դուք պատկերացնում եք կարողացանք նույնիսկ այդ խսրի այդպես մոխրացած հետքերը բացահայտել։ Նույնիսկ գործվածքի ձևն է հայտնի, թե ինչպես են այդ խսրը գործել։ Դրա վրա լցված էր ջարդված կավանոտներ։ Դիմացը ուրեմն մահճակալ նստարաններ, որի վրա այդպես շակերտներով ասենք մոռացել էին զոհաբերության միջոցը, դա ազնվածեղ եղջերուի սրած ուրեմն եղջյուրներ։ Եվ ես սա համեմատեցի հին կտակարանի նկարագրության հետ, որը որ ամենա վաղ աղբյուրն է, որը մեզ է հասել, ապա զարմանալի ընդհանրություններ տեսա։ Զարմանալի։ Շատ հետաքրքիր է, օրինակ զոհաբերվող կենդանիներին ռուսերեն թարգմանության մեջ գրված է, որ նրանք ծակում էին զոհաբերվող կենդանու բուկը։ Այնուհետև հավաքում էին արյունը, որտեղ արյունը մարդկանց եւ աստվածների միջև ուրեմն ուխտի խորհրդանիշ էր։ Առանց արյան աստվածները չէին ընդունում մարդկանց։ Պետք էր զոհաբերություն։ Եւ այդ ուրեմն ամանների մեջ հավաքված արյունը այնուհետև լցնում էին բագինի վրա եւ սրբարանի պատերին։ Հիմա ես որ ասում եմ, դա ցնցող մի բան էր, այնքան շատ էին եղել այդ զոհաբերությունները, որ կենթայիների պատերին հստակ երևում էին զեռունների բների հետքերը։ Հասկանում, եւ արյունը դա օրգանական նյութ է։ Արյունը անդադ լցնում էին պատերի վրա գոյանում էր օրգանական նստվածքներ, որոնք առաջացնում էին բակտերիաներ, միկրոբներ եւ այլն, որոնք էլ իրենց հետին դառնում են զեռունների համար կեր։ Եվ այդ զեռունների համար պատերի վրա այդ բները, որ թվում է թե կարելի եւ չտեսնել հանգիստ վատ պեղելու դեպքում անցնելու, փաստորեն փաստում են, որ այդ պատերի վրա սփռված է, ցնցված է եղել արյուն, զոհաբերված կենդանի արյուն։ Ավելին, այդ տեղ հայտնաբերվեց նաև մեկ ճկույթի ֆալանգ մարդու կեսաբանական նյութ է, որը որից կարելի է վերցնել դնթը, կարծում եմ։ Կա, ֆալանգը պահպանվել է, ընդ որում մատի վրա պահպանվել էին այրվածքի նստվածքներ։ Հիմա երբ նայում ենք ազգագրական եւ ուրեմն հին աշխարհի ծեսերի մասին տվյալներ, մենք տեսնում ենք, որ արփունքի հասած կանայք
զոհաբերություններ էին կատարում եւ զոհաբերություններից մեկն էր ճկույթի զոհաբերություններ, որից հետո ինքը կարող էր արդեն կին դառնալ, երեխաներ ունենալ եւ այլն։ Այնուհետեւ ավելի ուշ ասենք մեզ հայտնի է որ կտրում էին մազերը։ Տղամարդկանց հետ շատ ավելի դաժան էին վարվում, հասկանալի է, բայց հետո մենք օրինակ ունենք նաեւ անհատական դիցի մասին վկայություններ, որ նույնիսկ իշխանուհիները պարտավոր էին տաճարում ծառայել տաճար այս արձելողներին, բավարարել նրանց պահանջները, որից հետո կարող էին դառնալ ուրեմն ամուսնանալ։ Այսինքն այստեղ համամարտկային են որում, որը ցույց է տալիս, որ այստեղ կատարվել են այդպիսի ծիսակատարություններ, գոնե ինիցիացիայի ծիսակատարություններ, այս ճկուտ հենց այնպես բնակատեղի է սա, դամբարան չի, որ ասես գիտեք, դամբարանից պահպան։ Գուցե սերը հասունացման հետ Այո, գուցե այստեղ կատարվել է այդպիսի զարմանալի երևույթներ։ Պարոն Սիմոնյան, մի հարց, եթե կարելի է կարծուղակի շատ քիչ ժամանակ է Մեզ մնում մնաց ընդամենը 2-3 րոպե այնպես անցան այդ Եթե չենք կարող երևի ամփոփել, որովհետև կարծում եմ պետք է շարունակական լինեն մեր հանդիպումները, այսօր պարզ է ոչ միայն հայկական լեռնաշխարհը շատ հին է, այլև մենք ընդհանրապես եղել ենք թե տեխնոլոգիական, թե մշակութային դոնոր մեր հարևանների համար եւ ոչ հակառակը բնավ։ Իսկ ինչ վերաբերում է Երևանին, մենք բոլորս հատկապես տարեկան մեկ անգամ մեր մայրաքաղաքի ծննդյան օրը լսում ենք, որ Երևանը Հռոմից հին է 21 տարով, եթե չեմ սխալվում։ 13։ Այնուամենայնիվ դուք ունեք նաև այլ աղբյուր, որ շատ ավելի հին է։ Եթե շատ կարճ կարելի ասել, որն է տարիքը մեր քաղաքամար Երևանի։ Կարճ ասեմ, որպես քաղաքային բնակատեղի ամենահինը Շենգավիթն է անկասկած։ Բայց այստեղ մարդը ապրելու համար վայր ընտրելը, այսինքն այնքան բարենպաստ է եղել Երևանի կլիմայական, ուրեմն էկոլոգիական իրավիճակը, որ այդպես ասենք ապահովել է բիոմասայով մարդուն եւ մարդը այստեղ ապրել է այո առնվազն 15-10,000 տարի առաջ ոչ 2800 չէ դա ուրիշ է սա քաղաք է Սիլիկյան թաղամասի այս հայտնագործությունից պատկերացրեք նոր է կատարվել ընդամենը եւ վիթխարի դեռ ճանապարհ կա որպեսզի մենք կարողանանք ապացուցել ուրեմն աշխարհին որ այո Արաքսից հյուսիս նույնպես եղել է Պորտասարյան մշակույթին ժամանակակից հուշարձաններ, եղել է քարե ճարտարապետություն, եղել է կազմակերպված հասարակություն, որը որ դիմակայել է հետսարսադաշտային շրջանի բոլոր փորձերին։ Քարե դարից մինչև վաղ բրոնզե դարաշրջանը այդ ժամանակահատվածում են ավելին։ Սա գնում է եւ գիտեք ինչ Երևանի հետ կապված այս հարցը բազմից ենք բարձրացրել մենք հավաքվել էինք լավագույն գիտնականներով եւ գրեցինք Երևանի պատմությունը հնագույն շրջանը ինձ էր բաժին հաշվել այն ժամանակ դեռևս չկար Սիլիկյան թաղամասը նո ամբողջ ուրեմն շեշտադրումը Շենգավթի վրա էր բայց այս գիրքը այդպես էլ ինչպես հարկն է չհրատարակվեց Պարոն Սիմոնյան, եկեք մի ընդհանուր հայտարարի գանք, հա, զրույցը այնքան հետաքրքիր ու այնքան կարճ ժամանակ էր տրամադրած այս ծավալուն հետաքրքիր թեմային, որը որ իր հերթին յուրաքանչյուր հարցը հարցադրումներ կարող է ունենալ։ Ես կխնդրեմ, որպեսզի հիմա մեր ռադիոլսողների առաջ խոստանաք, որ կընդունեք մեր մի քանի հրավերները ընդ որում շատ մոտ ժամանակում։ Մենք կկազմենք հարցեր, որը կուզենանք դες հետ քննարկել որպես մասնագետի։ Ինչ մեթոդներ կան տարիքը որոշելու, բացի ռադիոաստղածներից կա դենդրոխրոնոլոգիա, էլի, ինչպես են պարզում այս կամ այն, ասենք, տարածքում, հա, չգիտեմ, այս կամ այն տեղանքի հետ կապված հնագույն պատմությունը, երբ են հայերը սկսել մշակել մետաղ, եւ էլի շատ հարցեր ունենք, որը որ կարելի է փուլերով բաժանել մեծ սիրով եւ ունենալ այսպես զրույցների շարք։
Ես Կընդունեք պատրաստ եմ, առաջարկը։ եթե դա ռադիո լսողը Դա վստահ հետաքրքիր նյութ է։ հետաքրքրություն ներկայացնի։ Դեր մի հարցին ասեմ, պարզապես, քանի որ հարց տվեցիք, կարճ, կան բազմաթիվ մեթոդներ, միայն ռադիո ածխածնային մեթոդը չի, Լազերային ամենատարածվածն է, կա արևի վերջի ճառագայթը ընկնելու պահի միջոցով թվագրելու մեթոդ, այսինքն երբ քարը բարձրացնես, դու պատկերացու քար ես պատ ես շարել, չէ, այդտեղ ժամանակին ընկել է արևի ճառագայթը եւ քարը դնելուց հետո այդտեղ այլևս չի թափանցել արևը, Ֆոտոնները չեն թափանցում։ դրա միջոցով կարելի է թվագրել սիլիկյան թաղամասը, բայց որպեսզի կարողանանք մենք հրավիրել այդ մասնագետներին, որոնք ունեն այդ լաբորատոր հնարավորությունները, ես դա այցել եմ ասում, ստեղ արդեն պետք է լիազոր մարմնի Եվ մեծ քանակությամբ ֆինանսավորում։ Այո, ես կարճ կապեմ, ես ձեզ ասեմ, հիմա մենք գիտենք ինչի Շումեր, Ակադ, Եգիպտոս, հասկանալի այնտեղ վիթխարի քաղաքակրթական շերտեր կան, բայց դուք տեսեք, թե վերջի 200 տարում Եվրոպան ինչ վիճխարի ներդրումներ է կատարել այդ քաղաքակրթությունները բացահայտելու համար։ Դա չեմ խոսում եգիպտագիտության։ Դե ասեմ, սկսած Նապոլեոնից, Նապոլեոնի եգիպտական արշավանքից ի վեր, եթե մենք հաշվենք, դրանք հարյուրավոր միլիարդներ են, որ կարողանան բացահայտել այդ քաղաքակրթությունը։ Եթե մենք համատում ենք այն, ինչ ասենք, միջոցները, որ դրում է հայկական լեռնաշխարհի քաղաքակրթությունները բացահայտելու համար, ապա գիտես ընկնում ես մի այնպիսի անհավասար վիճակում, ինչպես ասենք ռազմական առումով փորձես մրցակցել Ամերիկայի հետ։ Շնորհակալություն շատ, մենք ափսոս արդեն մեր գործընկերները աշխատանքին են խանգարում, բայց մենք եկանք ընդհանուր հայտարարի, պայմանավորվեցինք մոտ ժամանակներս կրկին կունենանք մի քանի հանդիպումներ, որտեղ որ յուրաքանչյուր զրույցի ընթացքում կընտրենք կոնկրետ 1-2 թեմա, որպեսզի ծավալվենք եւ մանրակրկիտ ներկայացնենք թեմա։ Շնորհակալություն, որ եկաք այսօր։ Մեր հյուրն էր հարգելի ռադիոլսողներ, հնագետ, պատմաբան, հայագետ, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու, էլի կշարունակեի, բայց այսքանով ներկայացնեմ մեր հարգարժան հյուր Հակոբ Սիմոնյանին։ Շնորհակալություն, որ եկաք, կհանդիպենք անպայման։ Շնորհակալություն։ Այսքանը ստուդիա մեր Սուսաննա Հովհաննիսյանը։ Մինչև երկուշաբթի ցտեսություն։ Ուրիշ նորություններ։